Փաշինյանը այս տարվա գարնանը, մայիս ամսին, այցելելով Մոսկվա շքերթի իմ տպավորությամբ, ես մոմ չեմ պահել, ինչպես ասում են, բայց քաղաքական վերլուծությունը հենվում է երբեմն խորհրդանշական ժեստերու, եւ ամենակարևորը փաստերի վրա, այլ ոչ թե խոսքերի վրա։ Եվ ես պնդում եմ, որ նա համոզեց Պուտինին այլևս չուղարկել հեղաշրջում անող մարդկանց, որովհետեւ նրանց շարքը մեծ էր։ Դա եւ Ռուբեն Վարդանյանն էր, դա եւ Սամվել Կարապետյանն էր, դա Արա Աբրամյանն էր, դա բազմաթիվ այլ նվազաստեցությամբ։ Այո, Ռոբերտ Քոչարյան եւ այլն։ Եվ նա համոզեց, որ Սաակաշվիլի չէ, նա ավելի շատ Իվանիշվիլի է, եթե համեմատություն բերենք, եւ Պուտինը փորձարկեց նրան, նա Հայաստանը օգտագործեց կեղտոտ արյունոտ փող լվալու միջոց եւ Հայաստանը 3 տարի պատերազմի տարիներին խայտառակ ձևով մասնակցում էր ռուսական փաստորեն ռազմական այդ պատրաստությունների ֆինանսական ապահովագրումը այդ կեղտոտ գործին։ Այստեղով անցնում էին եւ միկրոչիպեր, կենցաղային էլեկտրոնիկա, 111 տոննա ոսկի Հայաստանով անցավ ռուսական։